Հիսուսին փառք ժողովուրդ ջան, մեր Տիրոջը, մեր Փրկչին, որ մեզ շաբաթ է պահեց իր ողորմությամբ եւ արժանի եղանք այսօր այստեղ գտնվելու, իրար տեսնելու, մեկտեղ իր անունը փառավորելու, թող Տերը փառավորվի։ Եվ իրոք ամեն անգամ մենք կշեշտենք այս մասին, որ Տերը մեզի պահեց, Տերը մեզի այս հնարավորությունը տվեց, եւ ինչի՞ չէ, իրոք գնահատանքի իրոք խոսք է դիք, ու մենք պետք է այդ ամենը միշտ նախքան պաշտամունքը, նախքան խոսքը սկսելը պետք է իրոք շեշտենք, բայց ստեղ մի ամներբություն կա, ժողովուրդ ջան։ Շատ անգամներ մենք եկել ենք, շատ անգամներ մենք լսել ենք, շատ անգամներ մենք բաներ կլսենք, որոնք մենք անգիր գիտենք, ու շատ կարևոր է որ այն ինչ որ կխոսվի, անկախ այն բանից թե այստեղ ինչ եղբայր կխոսա։ Նախ մենք հավատանք որ մարդու միջոցով Աստված կխոսա։ Հետո Աստծո խոսքի մեջ կսոր այդ խոսքը ընդունվի ոչ թե մարդու խոսք, այլ Աստծո խոսք, որը ինչ պետք է պետք է ներգործե ձեր ներսիդին։ Որտեւ այդ խոսքը, ժողովուրդ ջան, հոգի ու կյանք է։ Ինչքան է կուզե սերմը արտակարգ բարձր որակի եղնի, շատ թանկ ձեռբերված, եթե սերմը ճիշտ հողի մեջ չցանվի ու համապատասխան խնամք չտարվի, ինքը բերք չի տա։ Ուրեմն թող Տերը օգնե մեզի։ Եկել ենք տարբեր վիճակներով, գսե մետնե չենք մի հալենք մեր լիզվով ասած։ Ստեղ մարդ չկար պրոբլեմ չունենա, ստեղ մարդ չկար խնդիր չունենա, ստեղ մարդ չկար այս ամբողջ պաշտամունքի ընթացքում իր միտքը կրնանա լրիվ կենտրոնացնի Աստծո խոսքի վրա։ Մենք ունենք հագարագործ, որը մտքեր կբերե ու մեզի շատ անգամ կշեղե բուն իրականությունից։ Որն է իրականությունը։ Այո, մենք ստեղ ենք ու Հիսուսը մեր մեջ է։ Ու ինքը այսօր նորից պատրաստ է խոսա մեր սրտերի հետ, բայց նորից մեր լիզվով ասած կսե ըսողին լսող է պետք։ Արեք մենք մեր սիրտը այսօր բացենք Տիրոջ առաջ։ Արեք մենք մեր միտքը անջատենք աշխարհից, հոգսերից, գոնե այս 2 ժամվա մեջ, իրոք չեղնի թե մենք նստած եղնենք, բայց ստեղ չեղնենք։ Օրինակ չգիտեմ, ձեզ հետ կեղնի թե չեն, ձեզ եղել է։ Նստած եմ, բայց պայտակ չեմ լսե եղբայրն ինչ խոսած։ Կամ պաշտամունքից դուրս գելնենք կմոռանանք ով ինչ է քարոզե։ Կա չէ դիք։ Մենք դոր հետ կարնշվենք, բայց ինչի պետք է դիգտպես եղնի։ Դիգտպես պետք է չեղնի, բայց երբ որ մենք թույլ կուտանք, այ դիգտպես կեղնի, թող Տերը օգնե մեզի։ Տերը ողորմություն է ենե։ Երել է ու կենե։ Բայց մեր սիրտը իրոք պատրաստ եղնի այդ խոսքի առաջ, այդ խոսքը լսելու, որպես Աստծո խոսք, այդ խոսքը ընդունելու, այդքան է մեր գործը, մնացածը մեր գործը չէ։ Սերմը ցանվավ, իր գունը անցավ, առավոտ բացվավ, ով է աջեցնողը, թող իր անունը փառավորվի։ Եվ այս կապակցությամբ ես Սաղմոսից 2 համար պիտի կարդամ, եւ մենք կաղոթենք։ 79 Սաղմոս 5 համարը եւ նաեւ 15 համարը։ Եվ երկինքը կփառավորե քո հրաշքները, Տեր, եւ սուրբերի ժողովկումը քո ճշմարտությունը։ Եվ 15 խոսքը կսե երանի այն ժողովրդին, որ գիտե փողերից ցայնը, ով Տեր, նրանք քո երեսի լույսով կգնան, եւ քո անունով ամեն օր կցնզան, եւ քո արդարությունով կպարսանան։ Տերը թող փառավորվի։ Գիտենք չէ մենք հայտնության կրկից, որ փողեր պետք է փչեն, փողեր պետք է հնչեն, եւ այդ փողերի 7-ն են, ես չեմ ուզե վերլուծական միտքեր տա այդ փողերի վերաբերյալ, բայց ամենավերջին փողը, որը պիտի
հնչվի, ինչ պետք է տեղի ունենա։ Ես կուզեմ մենք այնտեղ կարդացինք Երանին ժողովրդին, որ գիտե ինչի փողերից այն է։ Եվ 7-րդ հրեշտակը, երբ որ փողը կհնչեցնե, Հայտնության 11-15-ից տեսեք ինչ կսե։ Եվ 7-րդ հրեշտակը փողը փչեց եւ մեկ ձայներ եղան երկնքումը, որ ասում է. աշխարհի թագավորությունները մեր Տիրոջը եւ նրա Քրիստոսինը եղավ, եւ նա կթագավորե հավիտյան, եւ 24 երեսները, որ Աստծո առաջին իրենց աթոռների վրա նստած էին, իրենց երեսների վրա ընկան ու երկրպագություն ըրեցին Աստծուն ասելով. Գոհանում ենք քեզանից, ով Տեր Աստված, ամենակալ, որ էիր, որ ես, որ գալու ես, որ քո մեծ զորությունով արար եւ թագավորեցիր։ Եվ շարունակության մեջ ինչ կսե։ Ազգերը բարգացան եւ եկավ քո բարգությունը եւ մեռելների ժամանակը, որ դատվին եւ որ քո վարձքը տաս քո ծառամարգարեներին եւ սուրբերին։ Ժողովուրդ ջան, մենք վարձ պետք է ստանանք Տիրոջից։ Իր աջանի առաջ գալով, թե բարին, թե չարը, թե լավ, թե վատ մեր գործերի համար։ Ուրեմն, եթե մենք իրոք այսօր գիտենք, որ այդ սիկ պետք է տեղի ունենա, չէ՞։ Երկինք երկիր անցնի, բայց Աստծո խոսքը պետք է կատարվի։ Փողերը պետք է փչեն։ Ու այդ փողերից հետո քսյոր Երանին ժողովրդին որ գիտե Տիրոջ փողերից այնը, ու այն ժողովուրդը, որը պատրաստ կեղնի վարձք ստանալու։ Այսօր մենք ստեղ երկրի վրա պետք է մենք այնտեղ եղնենք, որտեղ որ Հիսուսի կողմից սահմանված է։ Եկեղեցու մեջ, սուրբ վիճակում, հավատքի մեջ, որովհետեւ մեր ապրած կյանքը այն ճամփով ընտանա, որ մենք հասնենք մեր Տիրոջը, ու մեր վարձքը եղնի այն ծերի հավիտենական կյանքը, որ Տերը պատրաստել է մեզ համար։ Ու Հովանու Ավետարանի մեջ ասեց. ես կերտամ, թող ձեր սրտերը չխռովի։ Ես կերտամ ու նորից կուկամ։ Թող Տերը օգնի, որ երբ որ գա, մենք պատրաստ եղնենք, ունենանք այդ համարձակությունը։ Եվ այդ հոգևոր վիճակը իր հետ էշտալու, թող Տերը փառավորվի։ Այո, սիրելիներ, հավիտյան փառք Հիսուսին։ Սրտանցոր փառք կտանք, եւս որոշակի ծանրություններ հաստատ գիտեմ։ Երբ որ սրտանց փառք կտաս, որոշակի ծանրություններ էլ դուրս են գալիս քո միջից։ Որտեւ այդ սրտանց փառք տալը, որ հավատքի հիմքով է, օգնում է քեզ հոգևոր բժշկություն առնել Տիրոջ ներկայությունից, ու մեր բոլոր պաշտամունքը դրան է ուղված, որ ինչպես եղբայրս է հիշեցրեց, որ թողնանք ծանրություն, չնայենք մեր վիճակին, քուրեր եղբայրներ ջան, նայենք Աստծո խոսքին, որ կարող զորություն ունի իր մեջ։ Փրկելու Պողոս առաքյալն ինչ է ասում։ Փրկելու ամեն հավատացողին, չէ, առաջի Հռոմեացիս առաջի գլուխ 16 խոսքն է։ Ասում է. ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որտև Աստծո զորություն է փրկելու ամեն հավատացողին, առաջերային եւ ետքահույնին։ Քուրեր եղբայրներ, Պողոս առաքյալը որ ասում է, որ ես ամոթ չեմ համարում ավետարանը, նաեւ այդ մտքի մեջ կարելի է հասկանալ, որ ամոթ չեմ համարում նրանով ապրելը, ամոթ չեմ համարում նրանով իմ կյանքի ընթացքը կառուցելը։ Այդպես հավատք է պետք, ոչ թե մենակ խոսքի, այդպես խոսքը գիտենք, ասենք թե, այլ խոսքի մեջ ապրում ենք նաև եւ դրա իհարկե հետևանքները տեսնում ենք եւ այսօր իմ խոսել ես այդպես մտածեցի, որ ասենք եթե վերնագիր տնելու լինենք այս խոսքին, այդպես կարելի ասել թույլ հավատք։ Թույլ հավատք։
Գիտեմ, որ բոլորս էլ հավատք ունենք, գիտենք, որ այդ հավատքով գնում ենք, բայց ինչ են վկայում մեր գործերը, ինչ են վկայում մեր առօրյա ապրած կյանքը, ինչ ենք տեսնում մենք մեր մեջ։ Դրա համար կուզեմ կարդալ Եբրայեցիս 2-րդ գլուխ 1-ի համարից, ասում է. նրա համար պետք է մեզ առավել ևս ականջ դնենք այն մեր լսած բաներին, որ միգուցե պակասվենք։ Որովհետև եթե հրեշտակների ձեռքով խոսած բանը հաստատ եղավ եւ ամեն հանցանք անհնազանդություն ընդունեց իր արտար պատիժը, ապա մենք ինչպես կպրծնենք, եթե անհոգ լինենք այնպիսի մեծ փրկության համար, որ սկիզբն առավ խոսվելու Տերիցը եւ լսողների ձեռքովը մեր միջումը հաստատվեցավ։ Թող Տերը օգնե, մենք որտեղ ենք պակասել։ Այդ պակասությունը ինչ է, քուրեր եղբայրներ ջան։ Ու այդ պակասությունը մեզի ինչի է տանում։ Եզեկիել մարգարեությունից ու մի տեղ կուզեմ կարդալ 14-րդ գլխի մեջ։ Տեսեք Աստված ինչ է խոսում մարգարեի բերանով։ 14-ի 12 համարից կարդամ, ասում է. «Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով, մարդի որդի, երբ որ մի երկիր անհավատարմություն անելով մեղանչե ինձ դեմ, եւ ես մենակ իմ ձեռքը նրա մեկնեմ իմ ձեռքը նրա վրա եւ կոտրեմ նրա հացի ցուպը եւ նրա մեջը սով ուղարկեմ եւ բնաջինջ անեմ նրանցից մարդն ու անասունը եւ լինի որ այս 3 մարդիկը նրա մեջ լինեն Նոյը, Դանիելը եւ Հոբը սրանք իրանց արդարությունով կազատեն միայն իրանց անձերը, ասում է Տեր Եհովան։ Եվ շարունակության մեջ էլ էլի այդ նույն միտքն ասում է, եթե չար կազաններ բերեմ, երկիրը, որ նրան անսավակ անեն, նամայի դառնա ու անցնով չլինի կազանների պատճառով, եթե այս 3 մարդիկը նրա մեջը լինեն, կենտանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որ իրանց տղերանցն ու աղջիկերանցն էլ չեն ազատել։ Իրանք միայն կազատվին եւ երկիրը անապատ կդառնա։ Եվ հաջորդ բարբերության ու նույնիսի մեջ էլ նույն միտքն է չեմ ուզում կարդալ, ուղղակի միտքը որն է, որ մարդը պիտի լուրջ ապաշխարե քրեր եղբայրներ ջան։ Ոչ թե այդպես որոշակի բաներ եմ առե Աստծուց, որոշակի այդպես լսել եմ Տիրոջ խոսքը, որոշակի մի թեթև կարծես թե հավատքի մեջ շարժ է եղել, այլ լուրջ ճանաչողություն է պետք։ Հիմա մենք ինչու ենք պակասվում։ Եբրայեցիս թղթի մեջ այդպես ասում էր, որ նայենք, որ չպակասվենք։ Պետք է մեզ առավել ևս ականջ դնենք այն մեր լսած բաներին, որ մի գուցե պակասվենք։ Այսինքն ավետարանի խոստումներն շատ ավելի շատ են։ Եվ եթե ճանաչողություն չկա, մեր հավատքը թույլ է։ Իսկ թույլ հավատքը ինչի է բերում։ Թույլ հավատքը քուրեր եղբայրներ, Տիրոջը չի նայում։ Տիրոջից լսել է, բայց հաստատված չէ դրա մեջ։ Ու իր այսպես ներքին հարցերի մեջ ինքը ավելի շատ աճ ու ցախ է նայում։ Հələ մենք կարողանանք իրոք Տիրոջ լույսի այդպես մեջ տեսնենք հələ մեր հավատքը թույլ է թե ամուր է, հաստատուն է թե, գիտեք, այդպես մի հատ պատմություն կա գրված Մարկոս ավետարան 9-րդ գլխի մեջ, բոլորս էլ այդ պատմությունը լավ գիտենք, ուղղակի մի երկու խոսքով հիշեցնեմ, երբ որ այն մարդը բերել էր իր որդուն աշակերտների մոտ, աշակերտները չկարողացան բժշկել, եւ Տերը որ եկավ տեսավ որ վիճում էին, հարցրեց ինչ եք վիճում, եւ ժողովրդի միջից ասում է մեկը պատասխանեց վարդապետին որդին քեզ մոտ բերի որ ամր ոգի ունի, եւ ասում է որտեղ որ նրան հասնում էր գետնով էր տալիս ներկայացնում է վիճակը, ասում է եւ քո աշակերտներն ասեցի որ հանեն նրան, բայց չկարողացան։ Հիմա այս մարդը խնդրով եկել էր ու տեսեք Տերը իր հետ այդպես խոսքի բռնվեց, ասում է նախ Տերը ցույց տվեց, որ ժողովրդի մեջ անհավատություն կա։ Ասեց ով անհավատացք, մինչև երբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչև երբ պիտի ձեզ համբերեմ նրան ինձ մոտ բերեք։ Եվ նրան բերին նրա մոտ,
Եվ նրան, որ տեսավ շուտով ոգին թափարեց նրան եւ գետին ընկած թավալվում էր փրփրելով։ Նրա հորը հարցրեց. «Քանի ժամանակ է, որ այդ եղավ դրան»։ Տեսեք, մենք գալիս ենք, ասենք, դե եղբայրների մոտ ասենք, ասում ենք, այս հարցը կա, այս խնդրեմը կա։ Ասենք զրույցի մեջ մենք ավելի շատ ներկայացնում ենք, որ գիտես, այս բանը խանգարում է ինձ։ Կամ այս դիմացինը սպես վարվավ ու ես էլ սպես երեցի։ Իրավիճակը մենք չենք այդպես ընկալում, որ այդ մեր հարցն է դրա մեջ, ոչ թե դիմացինի կամ իրավիճակի, չգիտեմ, այդ ամենը թույլ է տալիս, որ մենք մեր ներսը տեսնենք, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա այս մարդն ասում էր, նա էլ ասեց Տերը հարցրեց, քանի ժամանակ է, ասեց երեխայությունից եւ շատ անգամ էլ կրակի մեջ գցեց, տեսեք, ներկայացնում է իր խնդրեմը, ասում է, գիտես, դժվար է, չեմ կարողանում տանել, խնդրեմ է, եւ շատ անգամ կրակի մեջ գցեց, ջրի մեջ, եւ որ դրան կորցնես, սակայն եթե մի բան կարող ես, օգնիր մեզ գտալով մեզ վրա։ Հիմա տեսեք, քուրեր եղբայրներ, մենք էլ գալիս ենք, ասում ենք, աղոտ կենենք, այս հարցը լուծվի, այս խնդրեմը լուծվի, այս դժվարությունը անցնի, այս մարդն էլ էր այդպես մտածում։ Ու ինքը նույնիսկ կասկածում էր Տիրոջ կարողության վրա, կասկածում էր, իր հավատքը շատ թույլ էր։ Ինքը գիտեր, լսել էր Հիսուսի մասին, բայց ինքը վստահ չէր, որ Տերը կարող է բժշկել։ Դրա համար ասում էր, սակայն եթե մի բան կարող ես անել, արա, գտալով մեզ վրա, իմ խնդրեմը թող լուծում գտնի։ Եվ Տերը այստեղ մի հատ լավ միտք ասեց, այն եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին։ Տեսեք, հավատքի հարց կար, ասում էր, սակայն եթե կարող ես։ Հիմա եթե մենք չենք խորացել հավատքի մեջ, լավ խորը չենք ճանաչում Հիսուսին, մենք միշտ սպես կգանք Տիրոջը։ Տերը, նա այս մի բան կարա Տերը մեզանի, կարա նայենք Տերը այս հարցը լուծի, հա? Ու Տերը ասեց, եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին, եւ այս հայրը արագ հասկացավ իր բաց տեղը, իր պակասությունը ինչ ասեց, եւ շուտով տղայի հայրը աղաղակեց արտասուքով, ասեց, հավատում եմ Տեր, իմ անհավատության օգնիր։ Գիտեք, հարցը անհավատությանն է վերաբերվում։ Տերը ցույց տվեց, որ այս մարդը պակաս է հավատքի մեջ, ոչ թե իր խնդրեմը իր երեխեն էր, այլ իր ներսն էր այդ խնդրեմը։ Այսօր խնդրեմներ ոչ թե արտաքին են, այլ մեր Տիրոջը լավ չճանաչելու, այդպես թերի հավատք ունենալու մեջ է, քուրեր եղբայրներ ջան։ Գիտեք, ինչքան տեղեր կան ավետարանի մեջ, որ ավետարանը Տերը այդ խոսքը օգտագործում է մի քանի համարներ, այդպես ցույց տամ, ասեմ, տեսեք Մատթեոս ավետարանի մեջ 6-րդ գլխում, որ ասում է չեք կարող երկու տերերի ծառայել, հոգս մի կարեք, մի հատ խոսք էր ասում 6-րդ գլուխ 30 խոսքն ասում է նախ օրինակներն էր խոսում, չէ, դաշտի շուշաններ էր ցույց տալիս, երկնքի թռչունների մասին էր խոսում եւ ասում էր Սողոմոն իր ամոթ փառքի մեջ շուշաներից մեկի պես չհագնվեցավ։ Եվ 30 խոսքն ասում է. իսկ թե որ դաշտի խոտը, որ այսօր կա եկուց փուրն է գցում, Աստված այնպես է հագցնում, չէ որ շատ ավելի ձեզ թերա հավատներ։ Այսինքն այստեղ կա հավատքի բացակայություն, այսինքն պակասություն, ոչ թե բացակայություն կներեք, պակասություն կա, լրիվ չճանաչելը կա, որ ամբողջովին դու չգիտես, Տերը կարող է, Տերը մի բան կարող է անել, կօգնի այդ հարցի մեջը, Տերը հավատություն կա, որտեվ մենք այսօր այդպես էլ կա, գիտեք, շատերս հոգսերով ենք զբաղված, շատերս ապրուստի հարցերով, ոչ թե պետք չէ զբաղվել քուրեր եղբայրներ, այլ այն ժամը, որ արդեն եկել է Տիրոջը տալու, մենք այդ ժամն էլ պատրաստ ենք ամբողջը մտածենք, թե ինչ անենք, ոնց անենք, ինչպես, չգիտեմ, մի բան ստեղծենք, մի պայման ստեղծենք, բավական է օրվան իր հոգսը, ապրի Աստծով, կարողացի ճանաչել Տիրոջը,
չէ որ ինքը ամեն ինչ հոգս է անում, բայց առաջ երբ որ մենք այդ հոգսերի մեջ ծանրանում ենք, առաջնայինը մեզ համար ավետարանի խոսքը չի դառնում, գիտեք, բայց Տերն ասում էր, սակայն երկնքի արկայությունը նրա արդարությունը խնդրեք եւ այդ ամենքը կտրվի ձեզ։ Մենք ունենք այստեղ փոխվելու հարց, գիտեք, այդ հաղթությունը ձեռք բերելու հարց, եթե մենք հավատքի ճանապարհով գնանք։ Տիրոջ խոսքը ընդունել ու նրա մեջ կայացած լինելով գնանք։ Եվ էլի այդպես շատ դեպքեր կան, Մարգոս ավետարան 4-րդ գլխից եմ ուզում հիշեցնել, 4-րդ գլուխ 40 խոսքներ, երբ որ ծովի վրա այդպես նավակով գնում էին ու Տերը այդ նավակի մեջ էր ու կարծես թիգն տված քնած էր, փոթորիկ էր, չէ՞։ Եվ փոթորիկը այդ ջուրը լցնում էր նավակի մեջ, սկսում էին խորտակվել ու աշակերտները շատ անհանգ ստացած էին։ Ու հիշում եք, չէ, արթնացրին Տիրոջը, ասում են վարտապետ հոգը չէ, կորչում ենք։ Եվ Տերը ելավ, զարթնելով կամին սաստեց, ասեց ծովին լռիր, պապանձվիր, կամին դատարեց, մեզ խաղացուն եղավ ու ասեց ինչու այդքան վախկոտ եք, ինչպես հավատք չունեք։ Ինչպես հավատք չունենք, քուրեր եղբայրներ։ Մենք մեզ տեսնում ենք այդ ավետարանի լույսի մեջ, որ մենք էլ ունենք հավատքի պակասություններ։ Այս ամենը օրինակի համար է, գիտեք։ Այս ամեն մեկ օրինակը կենտանի է, որ Տերը քեզ հետ է նույն նավակի մեջ։ Փոթորիկի մեջ ինքը քեզի հետ է, դժվարության մեջ ինքը քեզ հետ է, բայց դու քո ունեցած միջոցներով ես սկսում պայքարել։ Կարծես լավ, գիտես որ Տերը խոսք է ուղղել, խոստմունք է տվել, հետևում ես նրան, բայց չես հասնում դրա արդյունքին ու մնում ես թույլ, այդպես կասկածոտ երկմիտ հավատքի մեջ, որը անարդյունք է, գիտեք քուրեր եղբայրներ ջան, անարդյունք է։ Ես էլի օրինակներ շատ կան, ես կուզեմ մի օրինակ էլ հիշենք Հովսեփի կյանքից, ինչքան դժվար էր, չէ, հələ մի պա այդպես հիշենք, եղբայրները գցին փոսը, հետո հանեցին, ծախեցին, ինչի ծախեցին, գերության, ստրկության, այսինքն այդ մարդկային արժեքն է վերցվավ իր վրայից, դարավ ստրուկ, ու հիմա ստրուկի մեջ, ինչքան մեղադրական բաներ կրնակուտակվեին, հա, իր եղբայրների հանդեպ, բայց ինքը ինչ պայքարի ճանապարհ անցավ։ Վկայում են խոսքը, որ վերջում եղբայրներին, որ ընդունեց, ասեց, որ Աստված էր այս ամենի հեղինակը։ Վկայում է, որ ինքը իր սրտի մեջ այդ մեղադրելուց, դատելուց, ատելուց ազատված էր, հա։ Ինչքան խորը հավատք էր ձևավորված նրա սրտի մեջ։ Իսկ մենք այսօր քուրեր եղբայրներ ջան, մեր հոգսերը ավելի ծանր են, շատ դժվար է, մեզ շատերից դժվար է տանելը, շատ անգամ մենք ոչ թե ավետարանին ենք նայում, այլ աճու ցախ ենք նայում, սրան ենք նայում, այն վիճակին ենք նայում, փոխանակ Տիրոջը տնենք մեր աչքի առաջին, ինչպես Դավիթն է ասում, որ չսասանիմ։ Գիտեք, ուրբաթ օրը, երբ որ Կարուշ աղբերը խոսած, հիշում եք, օրինակ բերեց, ով որ կար պաշտամունքին, լսեցին, չէ, այն օրինակը, որ մի հատ եղբայր կար, ես կարող եմ իրան համարձակ եղբայր ասել, որովհետև ինքը Տիրոջը ճանաչում էր։ Ու իմ ամբողջ հավատքից ճանապարհի մեջ ինձ այդպես երկու դեպք է հանդիպել, որ մարդը մավա մաճում, հարցնում ես, ինչ ես ուզում, քեզ համար ինչ խնդրենք Հիսուսից, ինքը ասում է, ես Հիսուսին եմ ուզում։ Մավա մաճում է, ինքը հասկանում է, բայց ու գիտեք ինչքան այդպես շփիտով դեմքով է ասում, որ այդ շփիտի մեջ, այդ դեմքի ուրախության մեջ դու հասկանում ես, որ մարդը Հիսուսով ապրում է, իր ներսը Հիսուսը բնակվում է, իսկ եթե այսօր մեր շատերին հարցնենք, ինչ ես ուզում որ խնդրենք, թե առողջություն եղնի, թե ընտանիքս խնդրեմ ունի, քուրեր եղբայրներ, այդ ամեն հարցերի պատասխանը Հիսուսի մեջ է։ Մենք ինչ ենք ընկել, այս բանը, այն բանը, փոխանակ Տիրոջը տնենք մեր սրտի մեջ, կարևորը, գլխավորը ինքը անի, իրան խնդրենք, իրան ուզենք, մենք ուր ենք ուղղում մեր հայացքները, ու այդպես մնում ենք տգար ու թույլ հավատքի մեջ, քուրեր եղբայրներ ջան։
Եվ Եբրայեցիս թղթի մեջ էլի խոսք կա գրված, կուզեմ կարդամ այդտեղից 12-րդ գլխի մեջ ասում է ավետարանը զգույշ կացեք, որ չմերժեք նրան, որ խոսեց, որովհետև եթե չկարողացան պրծնել երկրից վրա պատգամ տվողին մերժողները, որքան ավելի ապա մենք, եթե երկնքից խոսողին մերժենք, որից այն ժամանակ երկիրը շարժեց եւ հիմա խոստացել եւ ասում է թե մյուս անգամ եւս կշարժեմ ոչ միայն երկիրը, բայց երկինքն էլ։ Ու շատի դեղնենք, որ չմերժենք նրան։ Իսկ մերժելը քուրեր եղբայրներ, այն չէ որ ասում ենք լավ, լսեցինք, այլ խորը ընդունենք, ճանաչողության ճանապարհը անցնենք, Աստծո խոսքը մեր ուղեցույցը դարձնենք։ Գիտեք, ես ուղղակի մի բան ասեմ Մատթեոս ավետարանից, հիմա այդ թույլ հավատքից դուրս գալու ճանապարհ կա։ Մի կաշտեղ էլ հիշեցնեմ Մատթեոս ավետարան, բոլորս էլ գիտենք այդ համարները 7-7-ը։ Ասում է խնդրեցեք կտրվի ձեզի, որոնեցեք կգտնեք, դուռը թագեցեք եւ կբացվի։ Մենք բոլորս է, թվում է, որ մենք բոլորս է խնդրող ենք, բայց խնդրելուց հետո մենք հավատում ենք, որ ինքը պիտի տա, սպասում ենք նրան, թե խնդրելուց հետո մի կարճ ժամանակ սպասելուց հետո ասում ենք չէ, պատասխանը չեկավ, տեսնենք մենք ինչ միջոցներ ունենք, այդ միջոցները ձեռնարկենք, բա հավատքը ուր մնաց, քուրս եղբայրս, բա ինչի մեջ պիտի դու հաստատվես, ինչի պիտի մեջ այդ նեղության ճանապարհը անցնես, որ հաղթության հասնես։ Միթե երկմտորեն խնդրողը կարող է մի բան առնել, Հակոբոսը թղթերի մեջ ասում է առաջի գլուխ 6-րդ խոսքը միայն թե թող հավատքով խնդրե, առանց երկմտելու։ Հիմա եթե հավատքը հաստատված չէ, աղոթք ես արել, մի բան ես խնդրել, հետն է մտածում ես, սակայն եթե կարող ես, հա? Կարող է Աստված մի բան անել, բայց չէ որ դու խնդրել ես, չէ որ հավատքը դարտեն սկսել է աշխատել, շարունակությունը ուր է մնում։ Այս թույլ հավատքը, քուրեր եղբայրներ, հաստատուն հավատքը հիմնված է Աստծո խոսքի վրա, բայց թույլ հավատքը քո անձնական շահի, մտածմունքի, որոշումների, մտքի վրա է հիմնված։ Իսկ տարբերությունը այն հիմնված է Տիրոջ խոսքի վրա, այն փնտրտող է, որոնող է, հա, երկրորդ խոսքը ասում էր որոնեցեք եւ կգտնեք, որոնում ենք մենք։ Որոնում ենք, ինչպես ենք որոնում։ Երկրոցի մեջ այդպես մի հատ խոսք կար գրված երկրորդ գլխի մեջ։ Այդ տեղը կարդամ։ Ասում է իմ անգողնի մեջ գիշերը ես որոնեցի իմ հոգի սիրածին, ես որոնեցի նրան, բայց չգտա։ Այդպես ցույց անգողնուդ մեջ որոնեցի նրան։ Վեր կենամ, տես ինչ արեց։ Շուր կամ քաղաքում, փողոցներում, հրապարակներում որոնեմ իմ հոգի սիրածին, նրան որոնեցի, բայց չգտա։ Քաղաքի մեջ շուր եկող պահապաններ ինձ գտան, իմ հոգի սիրածին տեսել եք։ Որոնում է, այ իսկ իրական որոնումը սա է, եւ հաջորդ համարն ասում է, հազիվ թե անց էի կացել նրանցից, որ գտա իմ հոգի սիրածին։ Քուրս եղբայրս, նա գտնվում է իրան որոնողների համար, նա հայտնի է, նա բաց է, նա ծածկված չէ, բայց պետք է որ դու ոչ թե այնպես մի հատ թեթև ասենք, որոնեցի չգտա, չէ, որոնե եւ կգտնես։ Տիրոջ խոսքը այդպես է ասում։ Եվ մյուս հաջորդ համարը ասում է, հաջորդ միտքը ասում է, թագեցեք եւ կբացվի ձեզի։ Մենք հələ մեր ընթացքի մեջ հիշենք այդ նեղության, դժվարության, չգիտեմ, ինչ դռներ ենք թագում, հա? Ինչ դռներ ենք թագում։ Շատ դռներ կան, չէ՞, բայց որ դուռն է ճիշտը։ Իրական դուռը որն է։ Մեկ դուռ կա, որ պետք է թագվի, չէ՞։ Ու Տերն ասում է, որ ես եմ այդ դուռը, չէ՞։ Եթե դու այս դուռն ես թագում, Կորինթացիների թղթի մեջ
Առաջ Կորինթացիս 10-րդ գլխի մեջ ասում է. «Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվել, այդ փորձության հետ ելքն էլ կպատրաստե, որ կարողանաք անբերել»։ Հիմա պատրաստված դուռը կա, ելքը կա, բայց իմ հավատքի համեմատ, ինչքան որ իմ հավատքն է, ինչքան որ իմ հավատքից եկա ճանաչողությունն է, քուրեր եղբայրներ, ես այդքան եմ վարվում։ Օրինակ, եթե դու Աստծո խոսքը քո ուղեցույցն ես դարձրել, չէ, 119-ի 105 համարն այդպես է ասում, քո խոսքը ճրակ է իմ ոտքերին եւ լույս իմ շավիղներին։ Եթե դու այդ ճրակով ես առաջնորդվում, այդ որոնմանդ մեջ, այդ փնտրտուքիդ մեջ, այդ թագելուդ մեջ, դու կգտնես այդ դուռը։ Անպայման կգտնես, որտեղ այդ դուռը կա, որտեղ Աստված փորձության հետ ելք է տալիս, որտեղ Աստված ուզում է, որ դու որոնես ու գտնես նրան, չէ։ Եսայի մարգարեության մեջ այդպես խոսք կա գրված 50-րդ գլխի 4-րդ խոսքն էր, կարծեմ Եսայի 4-ը չէր, հիմա ասեմ որ համարներ 10 խոսքը, ասում է ով կա ձեզանում Տերիցը վախեցող, նրա ծառայի ձայնին լսող, որ գնում է խավարում եւ ճարագայթ չունի։ Այսօր այդ մեր թույլ հավատքը քուրեր եղբայրներ արդյունք չի տա։ Ու եթե ես հասկանում եմ, որ իրապես շատ բաներ կան, որ պետք է հաստատվին, ձևավորվին, ձևակերպվին իմ ներսիդից, որ Քրիստոսը բնակվի, ու ես համարձակ դավանեմ իրան, առանց երկմտելու քայլեմ այդ ճանապարհով։ Ու եթե խավարի մեջ է ասում է ավետարանը, որ գնում է խավարում ու ճարագայթ չունի, թող նա ապավինի Տիրոջ անվանը եւ իրան գցե իր Աստծո վրա։ Գոնե այս բանը կարող ենք անել։ Ես շատ ուզում եմ բժշկություն առնենք։ Մենք շատ ուզում ենք մեր հարցերի պատասխանը Քրիստոսով լուծում գտնի, որովհետև ես հավատացել եմ, որ իրա մեջ է կյանքը, որ իրա ելնելու, երբ որ ինքը եղավ, ամեն բան կլինի, քույրս եղբայրս։ Դրա համար թող ամեն ծանրություն մեզանից վեր վերցվի, կողքի տրվի, մենք չմտածենք, որ այդ դժվարությունների մեջ այդ գալիս են, որ մեր հավատքը ավելի հաստատվի, գիտեք, որ մեր ներսը ճիշտ կառույց լինի, հիմնված Աստծո խոսքի վրա, չէ, վեմի վրա կառուցված տուն է, բայց շատ անգամ մեր հավատքը, գիտեք, ինչպիսի այդպես համեմատություն եմ ուզում անել, որ շատ անգամ հավատքը մեզի կարծես այդպես թեթև ծածկոց լինի, ու այդ թեթև քամուց այդ հավատքը ծածկոցը վերցվում է ու մնում է տակը, գիտեք ինչ, ադամական բնությունը իրա բոլոր թշնամությունով, նախանձով, հակառակությունով, բայց եթե հավատքը խորն է, իրա գործն է խորը կեղնի, թող Տերը օգնե, մի համար է կարդամ ու կանք աղոթքի։ Եբրայեցիս 10:12 ասում է, նրա համար հաստատեցեք թուլացած ձեռքերը և տգարացած ծունկերը և ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհներ շինեցեք, որ կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Թող Տերը օգնե, քույրեր եղբայրներ ջան, մենք եկել ենք այդ բժշկի մոտ, այդ Տիրոջ մոտ, որ մեզ ճանաչում է, ինքը գիտե մեր հերությունը, մեր սիրտը ամբողջովին բացենք, համարձակ լինենք, վստահ լինենք եւ խնդրելու, եւ որոնելու, եւ թագելու մեջ, եւ արդյունքը պետք է տեսնենք։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Մեր Տիրոջ անունը փառավորվի, փառք Տիրոջ եղբայրներ, քույրեր։ Կշարունակեմ եղբորս խոսքը եւ իմ սրտում դրված է խոսալու աղոթքի մասին, եղբայրներ, քույրեր։ Մեր բոլորի կյանքի մեջ մենք բոլորս անհատականություն ենք եւ կարիք ունենք Աստծո հետ հաղորդակցվելու, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Այո, մենք ինչքան էլ կմասնակցենք պաշտամունքներին, բայց մեր բոլորի կյանքի մեջ շատ կարևոր պահ է, երբ որ մարդը ես ու դու անհատական ունենք մեր Աստծո հետ հարաբերությունը, Աստծո հետ հաղորդակցությունը։ Ինչքանով էս հաղորդակցությունը
Աստծո ուզածի պես ընկանով մեր կյանքի մեջ կատարվի գա Աստծո խոսքերը, Աստծո օրհնությունները, Աստծո խոստումները, եղբայրներ քուրեր ջան։ Ինչքանով է իմ կյանքի մեջ այդ հաղորդակցությունը անկեղծ, ինչպես Հիսուսը ես այդ մասին խոսամ, այդքանով մեր ներսը կկառուցվի հոգևոր կյանքը, եղբայրը խոսած։ Ինչքանով այո մեր ազգի մեջ կա մարդ Աստված հարաբերությունը, մեր կյանքի մեջ կա մարդ Աստված հարաբերությունը, այնքանով այդ հարաբերությունը ավելի կջերմանա, ավելի կհստակեցվի եւ մեր կյանքի մեջ կբացվի Աստված ճանաչողությունը, եղբայրներ քուրեր։ Տեսեք, եթե սովորաբար մեր կյանքում բոլոր բնակավարներում, եթե մենք մարդը մարդու հետ չհաղորդակցվի, դա լինի ընտանիք, դա լինի միջավայր, շրջապատ, աշխատանք, եթե մարդիկ իրար հետ չհաղորդակցվին, ինչ տեղի կունենա, քույր եղբայրներ ջան։ Եթե մարդը Աստծո հետ չունի հաղորդակցություն, ոչ մի բան էլ տեղի չի ունենա։ Եվ Հիսուսը այդ մասին խոսեց, եղբայրներ քույրեր։ Եվ մարդու եւ Աստծո միջև հաղորդակցությունը դա աղոթքն է, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Եվ հիշում եք, երբ որ Հիսուսը ուսուցանում էր լեռան քարոզի մեջ, նա այդ մասին ակնարկեց եւ նույնիսկ աշակերտներին էլ աղոթք էնել սորվեցրավ եւ մենք գիտենք չէ որ Հիսուսը հայր մեր աղոթքը սորվեցրավ բայց այսօր շատ կարեւոր է որ մեր աղոթքը ճիշտ լինի ճիշտը կատարվի եղբայրներ քուրեր որովհետեւ մենք տեսնում ենք Սուրբ Գրքի մեջ որ այո Հիսուսը ասում է գսե մի եղեք անոնց պես որ իրանց աղոթքը ինչ կենեն կերկարացնեն, ցուցադրական է, այսինքն միթե աղոթք ենելը վատ բան է, եղբայրներ քուրեր, ոչ, բայց եթե այդ աղոթքի հիմքը, շարժարիտը, Աստծո ուզածը չէ, եղբայրներ քուրեր, այդ աղոթքը Տիրոջը ընդունելի չի եղնի։ Եվ այսօր այո, Աստված, որտեղ հենց այդտեղից է իմ ու Աստծո կապը, որտեվ Հիսուսը այսպես ասաց, չէ, երբ աղոթք ենես, դու մրտիկ ու ներքին սենյակը։ Մատթեոս ավետարան 6-րդ գլխի մեջ է խոսում Հիսուսը այդ մասին, 6-րդ գլխի, տեսեք 5-րդ խոսքը ինչ է ասում։ Այսպես է, հա ձևակերպել Տերը իր խոսքը, գսե երբ դու աղոթք ենես, կեղծավորների նման մի լար, որոնք կսիրեն ժողովարանների մեջ, հրապարակներում, անկյունները կանգնելով աղոթք գնել, որպիսի մարդկանց երևնան։ Եղբայրներ քուրեր, վատ չէ, երբ որ ժողովարանում աղոթքը բարձրանա, դրսում ինչ-որ միտեղ դու կարող է աղոթք ենես, սրա մասին չէ խոսքը։ Հաբան նպատակը ինչ կսե, աղոթք ենեմ, որպիսի նպատակը սա է, մարդկանց երևնան։ Եղբայրներ քուրեր, հիմի մենք տարբեր ենք, չէ, յուրաքանչյուրս աղոթք ենենք, իսկ ո՞րն է մեր աղոթքի նպատակը։ Այ ամբողջ խնդիրը սիկ է։ Կապ չունի մեր աղոթքի բնույթը, բովանդակությունը, խնդիրներից ելած, դժվարություններից ելավ, Տիրոջ համար կարևորը ինչն է նպատակը։ Եվ Տերը տեսնի կմեր սրտի աղոթքը։ Դրա համար կսե, երբ աղոթք ենես կեղծավորների նման, այսինքն դու կարող ես չէ անկեղծ աղոթք բարձրացնես։ Իրականությունը ներկայացնես, եղբայրներ քուրեր։ Աստծուն հաճելի է ճշմարտությունը ներկայացնելը, ինչքան էլ է ճշմարտությունը իր ճիշտը վատ է եղնի, դառը եղնի, բայց դու ճիշտը կներկայացնես Աստծո առաջ։ Եվ Հիսուսը շարունակեց 6-րդ խոսքը, իսկ երբ դու աղոթք ենես, մտիր քո ներքին սենյակդ, դուռդ գոցե եւ աղոթք գրե քո հորդ, որ կողդուկ տեղ կգտնվի, եւ քո հայրդ, որ կողդուկը կտեսնե, քեզի հայտնապես հատուցում պիտի ընե։ Երբ աղոթք կնեք, հեթանոսների պես շատախոս մի լաք, վասնզի կկարծեն, թե իրենց շատ խոսելուն համար պիտի լսվի։ Ուրեմն անոնց մի նմանվեք։ Եղբայրներ քուրեր, եթե ավետարանը Աստծո խոսքը խոսում է այս մասին, որ անոնց նման մի եղեք, ուրեմն ճշմարտություն, այս խոսքը ճշմարտություն է, եւ բոլոր մարդիկ սուրբ, այդպես է գրված, չէ՞։ Ուրեմն մենք պիտի շտկենք մեր աղոթքի կյանքը։
որտեվ մեր հաղորդակցությունն է սա Աստծո եւ մեր։ Եթե այս հաղորդակցությունը ուղիղ չէ, կապ չի հաստատվի իմ ու Աստծո մեջ, մեր աղոթքի պատասխանը տեղի չի ունենա։ Այդ մասին էլ պիտի կարդամ։ Եվ արդեն գիտեք, որ շարունակության մեջ արդեն 9-րդ գլխի մեջ Հիսուսը այսպես ասեց, չէ, եւ ասեց. այսպես աղոթքերեք, ով հայր մեր աղոթքը սորվեցրեց աշակերտներին, եղբայրներ, քուրեր։ Աղոթքի հետ կապված, քանի որ սա իմ ու Աստծո հարաբերությունն է, հաղորդակցության միջոցն է, եղբայրներ, քուրեր, եւ քանի որ այս հաղորդակցությունից է կապված իմ հոգևոր կյանքի ընթացքը, որովհետեւ աղոթքի մեջ, այո, ես խնդրում եմ, աղոթքը ամեն վիճակների մեջ խնդրվածք է, գոհություն է, ուրախություն է, ցնծություն է, չէ, այսպիսին է աղոթքի բնույթները, բայց եթե այդ աղոթքի մեջ չկա կապ, մի պատկերացրեք, օրինակ բերեմ, մարմնավոր է, բայց պատկերավոր եղնելու համար դու զանգել ես ինչ-որ մեկին ու կապ չկա։ Չէ, ասում է բաժանորդը անհասանելի է, բայց դու չես լսում, որ բաժանորդը անհասանելի է ու շարունակում ես խոսալ։ Ու սպասում ես, որ այդ բաժանորդը քեզ ինչ է, պատասխան տա։ Ու պատասխան չտա, դու կներվես, չէ, բայց չես լսել, որ անհասանելի է, եղբայրներ, քուրեր։ Հիմա ինձ ու քեզ հետաքրքրում է իմ աղոթքիս, երբ որ ես աղոթքը բարձրացնեմ, հասանելի է իմ աղոթքս Տիրոջը, հասել է Տիրոջը, եղբայրներ, քուրեր։ Հարց կառաջանա, չէ։ Հիմա ինձ կհետաքրքրի, եթե ես աղոթք ենեմ, այդ աղոթքը օրինակ հայտնության գրքի մեջ գրված է, չէ՞, սա եւ հրեշտակը, չէ, սուրբերի աղոթքը Տիրոջ առաջ բարձրացավ եւ հրեշտակը Տիրոջ առաջ ներկայացրավ, չէ։ Երկինք հասավ, հա, խունգի նման, այդպես չէ, նկարագրեք, հա, խորհրդի կերպով, որ խունգը աղոթքը չէ, սուրբերի աղոթքն է խունգը, որը Տիրոջ առաջ բարձրացավ։ Հիմա ես հարց կտամ ինձ, ամեն մեկս հարց տանք, բարձրացավ Տիրոջ առաջ, Տիրոջ այդ խոսքը հայտնի եղավ, թե չէ, եղբայրներ, քուրեր։ Սուրբ գրքի մեջ գրված է, որ Աստված աղոթքի լսող Աստված է։ Բայց այստեղ հարց է առաջանում, ինչ աղոթք, որ աղոթքը Տիրոջը հասանելի է, որովհետև այո, այստեղ Հիսուս ասում է՝ մի եղեք այս մարդկանց նման, չէ՞, որտեղ իրանք աղոթք են, բայց այդ աղոթքը տեղ չի հասնի, եղբայրներ, քուրեր։ Մի եղեք հետանոսների պես, որոնք ինչ կենեն, էլի աղոթք կենեն, բայց էլի տեղ չի հասնի, եղբայրներ, քուրեր։ Նույն Մատթեոս ավետարանի մեջ եղբայրը հիշեցրավ 6-րդ գլխից, որ չէ, սա թերհավատներ, դուք ինչքան թերհավատ եք, եւ շարունակության մեջ ինչ կսե, չեք գիտե, որ այս բաները ինչ պիտի ուտենք, ինչ պիտի խմենք, ով կխնդրեն, հետանոսները կխնդրեն։ Այսինքն ինչ կուզես է, որի կյանքի մեջ Աստված չկա, որի սրտի մեջ Աստված չկա, եղբայրներ, քուրեր։ Ու կսե իրանք են այս բաները խնդրողը, բայց Աստծուն կխնդրեն։ Բայց Աստծու հետ չեն ուզի ապրի, եղբայրներ, քուրեր։ Մենք բոլորս գիտենք, չէ, մի հատ հեքիաթ կա, այդ հեքիաթը գիտեք, բոլորս գիտենք, ոսկե ցկնիկը։ Երբ որ խնդրանք եղավ, առաջի խնդրանքն էր, չէ, սա վերջը նեղության մեջ ենք, չէ, խրճիթը քանդված է, էսեն է, եւ կարծես այդ ողորմություն եղավ։ Բայց շարունակության մեջ մենք ինչ կտեսնենք։ Ինչին հասավ, խնդրված կուր եկավ, սավ ես կուզեմ թակավորեմ, ցգնիկներ իմ ինչ եղնի, ծառաս եղնի։ Եղբայրներ, քուրեր, սա պատահական չէ, գիտեք։ Ճշմարտություն է սա, որ շատ անգամ մենք կուզենք թակավորենք Աստվածները, Աստված էլ մեր ծառան եղնի։ Այսինքն ծառայե մեր ցանկություններին, մեր սրտի ուզածին, եղբայրներ, քուրեր։ Եվ այդ հաղորդակցությունը տեղի չի ունենա։ Մեր մեջ հոգևոր բան չի կառուցվի։ Եվ հակառակը, այո, պատմության մեջ գիտեք, չէ, ամեն բան ավիրվավ։ Ամեն բան ավիրվավ։ Խզվավ այդ կապը, բայց Աստված չուզես բանը տեղ ունենա։ Դրա համար Հիսուս ասավ, ուրեմն երբ աղոթք ենեք,
աղոտ կենեք, հետանոսների պես մի խնդրեք, թե ինչ պիտի ունենք, ինչ պիտի խմենք, եւ նայեք ինչ սկսե վասնզի ձեր երկնավոր հայրը, եղբայրներ քուրեր։ Հետաքրքիր է, չի Հիսուս չի ասել Աստված, սկսե ձեր երկնավոր հայրը։ Մի ուրիշ տեղ ինչ սկսե, ով է այն հայրը, եթե որդին հաց ուզե, քար տա նրան, չէ՞, գիտեք։ Սկսե դուք որ չարեք ձեր զավակներին աղեք ընծաներ տալ գիտեք, որքան առավել ձեր հայրը։ Հետաքրքիր է, որ Հիսուսը սովորեցնում է, որ ինչպես հայրը կգտա իր որդիներին, այնպես Աստված կգտա իր զավակներին, եղբայրներ քուրեր։ Այսինքն Հիսուս սովորեցնում է, որ մենք էլ սովորենք, որ ես ունիմ հայր, չէ, այսպես աղոտ կերեք, ով հայր մեր։ Սիրելի ծնողներ, այստեղ մեծամասնությունս ծնողներ ենք, չէ։ Մենք չգիտենք մեր երեխեքին ինչ է պետք, հա։ Ինչ կան եղել մեր երեխեքեք ինչ որ բան են ուզել, մենք հասկացել ենք որ դիգիան պետք չէ, ինչ որ պետք է, ծնողը գիտե եղբայրներ ջան, քուրեր ջան։ Մենք ծնողներ եղնելով հանդերձ, այո, մեր կարողության չափով, բայց մենք ինչ ենք երել։ Ամեն ջանք երել ենք, որ մեր երեխեքի պետք եղածը ժամանակին տրվի, չէ։ Ջանք ենք երել եղբայր։ Եվ Հիսուսը ասում է դուք որ չարեք, բայց կարող եք աղեք ընծաներ տալ, որքան առավել ձեր հայրը, եղբայրներ քուրեր, ուրեմն մի կասկած է Աստծո սիրո վրա, բայց քո սիրո վրա կասկած է, այստեղ հարցը պիտի տնենք մեր սրտի վրա, եղբայրներ ջան, քուրեր ջան։ Եթե այս հարցը չլուծվավ, ուրեմն մենք ընդունեցինք, չէ, որ Աստծո կողմից ամեն բան կատարված է։ Աստված մեկի աղոթքը չի արգիլ է, աղոթքի արգելքի պատճառը երկնքից չէ, երկրից է, եղբայրներ ջան, քուրեր ջան։ Իմ աղոթքս որ տեղ չի հասե, երկնքից չէ, եղբայրներ ջան, քուրեր ջան, ըսնից է, որովհետև ես ճիշտ աղոթք չեմ բերել Տիրոջ առաջ։ Դրա համար Հիսուսը այս մասին խոսաց, որովհետև մարդու կյանքի մեջ, տեսեք, աշակերտների հետ երբ որ Հիսուսը գործում էր, առաքյալները ինչքան ուրախ էին, ապահով էին, չէ, որտեղ կարծես Հիսուսի միջոցով ամեն հարց կլուծվեր, բայց Հիսուս գիտեր, որ մի օր չէ, սա այո, Փեսան պիտի վերցվի եւ Փեսայի ընկերները ծոմ պիտի պահեն, հա չէ, աղոթք պիտի բարձրացնեն, որպեսզի այդ աղոթքը կիսատ չմնար, որպեսզի այդ աղոթքի պատասխանները գային աշակերտների կյանքի մեջ։ Այո, Հիսուսը սովորեցրեց աղոթք գնել, ճիշտ աղոթք գնել, եղբայրներ քուրեր, որովհետև այստեղից է մարդու եւ Աստծո հարաբերությունը, այդ մասին ես ասեցի հենց սկզբում։ Եվ այսօր էլ մեր կյանքի մեջ, այո, մենք պիտի շտկենք, ուշադրություն դարձնենք, եղբայրներ քուրեր, թե ինչպիսին է մեր աղոթքի, գիտեք, այնքան չէ այդ բովանդակությունը, ինչքան նպատակը եղբայրներ քուրեր, որովհետև շատ անգամ այո, իսկ շարունակության մեջ Հիսուսին ցավ, բայց առաջ խնդրեցեք երկնքի թագավորությունը եւ անոր արտարությունը։ Հիմա ես գիտեմ, որ եղբայրը հիշեցրավ, չէ, այստեղ մենք բոլորս ունենք խնդիրներ, խնդիրներ եւ բոլորիս կյանքի մեջ այո, մեր գործունեությունը ինչն է, որ այդ խնդիրների մեջ լուծում գտնենք, այդ բերը մեր վրայից մի քիչ թոթափվի, չէ, սա է մեր պայքարը։ Եվ աճ ու ցախ նայելով, մարդկանց դիմելով, երբ որ մարդը օգնություն չի ստանա, բնական է ուր պիտի դիմե, Աստծուն չէ պիտի դիմե։ Հիմա մարդկանցի ցույցը կտրած, բարեկամների ցույցը կտրած, մարդը կդիմե Աստծուն, երկնքից էլ պատասխան չկա։ Եվ բայց Աստված չի ուզում մարդու կյանքը այսպեսին լինի, եղբայրներ քուրեր։ Դրա համար Հիսուսը ասավ զգույշ կեցեք։ Ուրեմն սա տեղի է ունեցել, որ դրա համար սովորեցնում էր այսպես աղոթք երեք։ Եվ հայր մեր աղոթքի մեջ, երբ որ Հիսուսը սովորեցրեց, նա այսպես ասեց։ Եվ կարտամ այդ համարը Երբ որ հայր մեր աղոթք ասեց, չէ, 14 խոսք, եկսե վասնզի, եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկրավոր հայրն էլ ձեզ պիտի ներե։
Եթե իմ աղոթքի մեջ չկա այս խոսքը չի կատարվի, եղբայրներ քույրեր։ Հիմա ես աղոթք կենեմ, բայց Տերը կտեսնի օրա իմ սրտի մեջ ներողամտություն չկա։ Դա եղբայր կլինի, քույր կեղնի, հարազատ կեղնի, բարեկամ կեղնի, թշնամի կեղնի։ Եղբայրներ քույրեր, փաստորեն աղոթքի ճանապարհը փակողը ես եմ, որ երկինք չի բարձրանա։ Եվ դրա համար Տերը ասում է. ես աղոթքի լսող Աստված եմ, բայց եթե աղոթքի մեջ չկա ինչ անկեղծություն, չկա ներողամտություն եւ նպատակը Աստծու արկայությունն ու արտարությունը չէ, հաբա իմ թակավորությունս է, եղբայրներ քույրեր։ Օրինակ, գիտեք ինչ, այսպեսի պահեր եղեք, ես աղոթք կերեցի ու Աստված բժշկեց։ Աստված բժշկեց, բայց կարծես թե գերագույն այդեղ գլխավոր նպատակը ինչն է, ես աղոթք կերեցի, եղբայրներ քույրեր, այ ես եմ աղոթք կերել։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, եւ մի համար պիտի կարդամ հին ուխտից, որը գրված է Թագավորաց գրքի մեջ։ Գիտեք, որ Սողոմոնը Տիրոջ տունը տաճարը կառուցեց Երուսաղեմի մեջ, եւ նա այսպիսի աղոթք բերավ։ Սողոմոնի աղոթքից պիտի կարդամ մի հատված։ Դա գրված է 3-րդ Թագավորաց 8-րդ գլխի մեջ, դուք կարող եք ամբողջ տունը աղոթքը կարդալ, թե ինչ աղոթք բարձրացրավ Սողոմոնը, բայց ես կուզեմ մի հատված կարդամ Սողոմոնի աղոթքից։ Դա 8-րդ գլխի 37 խոսքից եմ կարդալու։ Եթե երկրի վրա սով կամ ժանդախտ կամ խոշակահարություն կամ արմատիկների դալուկ կամ մարախ կամ թրտուր ըլլա, խոսում է երկրի խնդիրների մասին, չէ՞, պրոբլեմ է, չորություն է, դժվարություն է, եւ հետո շարունակությունը կկարդանք։ Կամ անոնց թշնամիները զանոնք իրենց բնակած երկրի մեջ նեղեն, կամ որևէ հարված կամ հիվանդություն լինի։ Կարծես մեր բոլոր խնդիրները ստեղ ամփոփված է, չէ՞, խոսքերի մեջ։ Եվ շարունակությունը լսենք, եղբայրներ քույրեր։ Քու բոլոր ժողովուրդեր Իսրայելեն որևէ մարդ աղոթք մը ու խնդրվածք մը ընե, եւ յուրաքանչյուր մարդ, եղբայրներ քույրեր, եթե մենք այս խոսքի համեմատ, Աստծո խոսքի կանոնի համեմատ չենք, քույր եղբայրներ ջան, շարունակությունը կարդամ, եւ յուրաքանչյուր մարդ, շատ լավ որ այս մասին աղոթք կերտա, ազգի համար, հիվանդության համար, բժշկության համար, վերջը օրհնությունների համար, շատ լավ է եղբայրներ քույրեր, որ այո բերքը օրհնված լինի, ամեն բան Տիրոջը օրհնությունով եղնի, սա շատ լավ բան է եղբայրներ քույրեր, եւ սրա համար աղոթք կենեք իմ տան մեջ, բայց նայեք ինչ է, բայց յուրաքանչյուր մարդ, շարունակությունը կարդա, իր սրտի ախտը ճանչնալով, նորից կկարդամ, բայց յուրաքանչյուր մարդ, իր սրտի ախտը ճանչնալով ձեռքերը դեպի այս տունը երկրծնե, այն ադեն դու երկնքեն, քու բնակությանը տեղեն լսես ու ներե եւ ամեն մարդու իր բոլոր ճամփաների համեմատ հատուցում է, որովհետև հատուցում է անոր սիրտը ճանչնալուտ համար, վասնզի բոլոր մարդկանց որդիների սրտերը միայն դու կճանչնաս, եղբայրներ քույրեր։ Ամեն մարդ ինչը ճանչնա, իր սրտի ախտը ճանչնալով, աղոթք է, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Եթե ես եկել եմ Տիրոջ առաջ, բայց չեմ ճանչծել ով եմ ես, իմ սրտի ախտը, եղբայրներ քույրեր։ Չէ՞ որ մարդու սիրտը պես է գրված, խապեպաղ, խիստ խորամանկ ու չար է, եւ Տերը գիտե, եւ Տերը կուզե որ ինձ էլ բաց է, եղբայրներ քույրեր ջան, որպեսզի բժշկություն տեղի ունենա, օրհնություն տեղի ունենա, եղբայրներ քույրեր։ Տերը լսե ու պատասխան տա։
Եվ խոսքս կավարտեմ ընթերցելով 34 Սաղմոսից խոսքեր, որտեղ որ շատ կարևոր խոսքեր է գրված։ Ամեն ժամանակ Տերը պիտի գովեմ։ Հետաքրքիր է, չէ՞, Դավիթը գրել է ամեն ժամանակ։ Նեղության մեջ ենք, ցավի մեջ ենք, Տերը կգովանք, եղբայրներ քույրեր, եկեք անկեղծ եղնենք։ Զրկանքի մեջ ենք, արհամարանքի մեջ ենք, գսենք փառք քեզի Տեր Աստված, թե դժգոհություն ունենք։ Բայց ամեն ժամանակ Տերը պիտի գովամ, անոր գովությունը միշտ իմ բերանս պիտի լինի։ Միշտ այս գոհությունը կա, Տիրոջ գովությունը իմ բերանիս մեջ կա, եղբայրներ քույրեր։ Իմ անձս Տիրոջմով պիտի բարձենա։ Խոնարհները պիտի լսեն ու ուրախ լան։ Ինձի հետ Տերը մեծուցեք ու մեկտեղ բարձրացրեք անոր անունը։ Տերը փնտրեցի ու ինձի պատասխան տվավ։ Եվ իմ ամեն երկյուղներես զիս փրկեց։ Անոր նայեցան ու լույս առան, եւ անոնց երեսները չամճծան։ Այս աղքատը աղաղակեց ու Տերը լսեց անոր։ Եղբայրներ քույրեր, սա հոգով աղքատի մասին է խոսքը։ Աղքատ նա չէ, որ տուն չունի, կարողություն չունի, աղքատը նա է, որ հոգով է աղքատ, եղբայրներ քույրեր։ Եվ ասում է, այս աղքատը աղաղակեց ու Տերը լսեց անոր։ Ուրեմն մենք պիտի հոգով աղքատ դառնանք։ Եվ զանիկա իր բոլոր նեղություններեն փրկեց։ Տիրոջ հրեշտակի իր բանակը անկե վախեցողների 4 կողմը կթնե ու զանոնք կազատե։ Ճաշակեցեք ու տեսեք, թե Տերը բարի է։ Երանի այն մարդուն, որ անոր կհուսա։ Տիրոջ մե վախեցեք ու անոր սուրբեր։ Վասնզի անիկա վախեցողներին բան մպակաշ, անկե վախեցողներին բան մպակաշ չլա։ Այրուձի կորյունները չկավորություն ու անօթություն կկրեն, սակայն Տերը փնտրողներին բարություն մպակաս պիտի չլա։ Եկեք որդիկ մտիկ ըրեք ինձի, Տիրոջ վախը ձեզի պիտի սովորեցնեմ։ Ով է այն մարդը, որ ապրել կուզե եւ շատ օրեր կսիրե բարություն տեսնելու համար, քու լեզուդ չարություն է պահե եւ շրթունքներդ նենգություն խոսել է։ Սրդի մասին չեք խոսա, եղբայրներ քույրեր, որտեղ լեզուն սրդի ավելցուկից կխոսա։ Չարություն է հեռացի ու բարություններ է, խաղաղություն փնտրե ու անոր յետևեն գնա։ Տիրոջ աչքերը աշտարների վրա են, եղբայրներ քույրեր։ Քրիստոս աշտարների մասին է խոսքը։ Եվ անոր ականջները անոնց աղաղակին։ Տեսնիք Տիրոջ ականջը ում աղաղակին է, քույրեր եղբայրներ։ Տիրոջ երեսը չարագործներին թեմ է, անոնց հիշատակը երկրեն բնաջնջելու համար, աշտարները կաղաղակեն ու Տերը կլսե, ու իրենց բոլոր նեղություններեն կփրկե զանոնք, Տերը մոտ է անոնց, որոնց սիրտը կոտրած է, ու հոգով խոնարհածները կապրեցնե, աշտարի նեղությունները շատ են, բայց Տերը բոլորեն կփրկե զանոնք, անոր բոլոր ոսկորները կպահե, անոնցմե մեկը չի կոտրի, չարությունը ամբարիշտը պիտի մերցնե, ու աշտարը ատողները պիտի դատապարտվին։ Տերը իր ծառաների անձը կփրկե, եւ իրեն հուսացողներեն բնավ մեկը պիտի չդատապարտվի։ Ամեն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ քույրեր, փառք Աստծո այսօրվա համար, որ մենք այսօր Աստծո տան մեջ ենք, պիտի գնահատենք մենք, որ եկեղեցու անդամ ենք։ Մի անգամ ասել եմ, էլի ուզում եմ ասեմ, այս երկրագնդի վրա Աստծո համար ամենաթանկ բանը իր եկեղեցին է, որ իր արյունով է ստացել։ Եվ մենք այդ եկեղեցու անդամն ենք։ Ինքը խոստում ունի եկեղեցուն։ Ինքը եկեղեցու տերն է, ինքը պիտի տանի հասցնե մեզի տեղ։ Եթե մնանք այս եկեղեցու մեջ, եթե մնանք Աստծո խոսքի մեջ, ուխտի մեջ հավատարիմ, իր բոլոր խոստումները եկեղեցուն կհասնի մեր վրա, եղբայրներ քույրեր ջան։
Մենք բոլորս այսօր Սուրբ Գիրք կարդացող մարդիկ ենք, կարդում ենք ծննդոցից մինչև հայտնություն, տեսնում ենք կերպարներ, բարի կերպարներ, եւ լավը եւ բացասական կերպարներ, խոսում է Սուրբ Գիրքը Աբրահամի մասին, Աբելի մասին, շատ Դավիթի մասին, Մովսեսի մասին եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։ Այդքան կերպարների մեջը մեզանից յուրաքանչյուրը ինչ է գտել Սուրբ Գրքի մեջ եւ քո գլխավոր ուշադրությունը ում վրա է։ Որն է կերպարը, որին դու կուզեր նմանվեիր։ Որն է անձը Սուրբ Գրքի մեջ, որ քեզի ամենաշատն է հետաքրքրել։ Որն է անձը, որից ուշադրությունդ երբեք չի կտրվի։ Թեկուզ քո կյանքի բոլոր հոգսերի մեջ դու ունես խնդիրներ, նեղություններ, դժվարություններ, բայց քո ուշադրությունը մի հատ անձի վրա է։ Որն է այդ անձը։ Քեզ համար ով է այդ անձը։ Դու ում կուզեիր նմանվեիր այս աշխարհում։ Կամ եթե Հիսուսն է այդ անձը, ինչպիսին է ինքը օրեցօր դու ճանաչում ես իրան, ինչպես է ինքը ապրել այս աշխարհում, ինչպես է ծնվել, ինչպես է քայլել, ապրել, հաղորդակցվել, շփվել մարդկանց հետ, ինչպես է իրան պահել, ինչպես է ինքը ապրել ընդհանրապես, որտեղ է ծնվել Հիսուսը։ Երբ որ ինքը ծնվավ, գրված է այն Իջևանում իր համար տեղ չկար։ Աստծո որդին ծնված օրվանից իրան այս աշխարհում տեղ չկար։ Իհարկե ինքը երկնքում, ինքը Քրիստոսն էր Տերը, Փրկիչը, Թագավորը, ծնվել էր մեկը, որ պիտի աշխարհին ամեն մարդկության համար լիներ Փրկիչ, բայց իրան այս աշխարհում տեղ չկար։ Ծնված օրվանից մինչև իրան մեռնելը, խաչվելը, թաղվելը, հարությունը, ամբողջ իր կյանքը, երբ որ մենք նայում ենք, ինքը այնպիսի անձ էր, որ նման անձ այս աշխարհում չի եղել։ Ինքը տեզերքի արարիչն էր, ինքը, երբ որ այս աշխարհի հիմքը գցել են, ինքը ճարտարապետն է եղել։ Այս աշխարհը ստեղծվելուց ինքը ճարտարապետն է եղել։ Դեռ աշխարհը երկրագունդը չկար, ինքը կար։ Բայց ինքը երբեք ցույց չի տվել, ապրել է համեստ, որքան հզոր էր, այնքան խոնարհ էր, որքան ամենակարող էր, այնքան հեզ էր։ Կյանքում ոչ մի մեղավորի չի ստորացրել։ Կյանքում ոչ մի մեղավորի չի ստորացրել։ Ոչ մեկին կյանքում չի անարգել։ Ոչ մեկից այս աշխարհում փառք չի փնտրել։ Դուք ճանաչում եք այդպիսի մարդու։ Ես վստահ եմ, եթե աշխարհում մի հոգի լիներ, որ ինքը մարդուց փառք փնտրող չլիներ, Հիսուսը այդ խոսքերը չէր ասի։ Աշխարհի բոլոր մարդիկ պարծենկոտ են, անգամ մեղքերով են պարծենում մարդիկ, իրանց գործած մեղքերով։ Մեր ժամանակներում մարդիկ պարծենում են, ասում է մեկ արգ օղի խմեմ չեմ հարբի։
մեկ արգղ օղի խմեմ չեմ հարբի։ Ինչքան ուժեղ են, չէ՞ մարդիկ։ Հիսուս Քրիստոսը համեստության, այդպիսի համեստ, այդպիսի խոնար, այդպիսի հզոր, ամենահարուստը եւ ամենաաղքատը այս երկրի վրա, որ իրա կերպարից խաչի վրա չէր երևում իրա մարդկային աչքերով իրա հարստությունը, նա թագավորների թագավորը, տերերի տերը երկրի վրա երբեք չասեց, որ ես Աստծուն հավասար եմ։ Աստծո էության բուն նկարագիրը, բնությունով, էությունով Աստծուն հավասար, բայց մի օր մենք չենք տեսել, որ ինքը շեշտադրեր, ինքը այս աշխարհում հեղինակություն չի փնտրել, ինքը Պիղատոսին ասեց, եթե իմ թագավորությունը այս աշխարհից լիներ, իմ ծառաները կպատերազմեն, որ ես չմատնվեմ, բայց իմ թագավորությունը այս աշխարհից չէ։ Իրա հեղինակություն ինքը այս աշխարհից մարդկանցից փառք չի փնտրել։ Երբ որ 10 փորոտներից մեկը եկավ երկրպագեց, իհարկե Հիսուսը ասեց այն 9 ուր են հետ դարձողներ չեղան Աստծուն փառք տան, բայց իրա սրտի մեջ չկար վիրավորվածություն, իրա սրտի մեջ չկար նեղվածություն, ուղղակի երբ որ իրանք դառնային ու Աստծուն փառք տային, իրանց համար լավ կլիներ։ Աստծո որդին տեզերքի արարիչը այս աշխարհում գլուխը տնելու տեղ չուներ։ Եվ ոչ մի անգամ ինքը չի տրտնջացել, ասել, «Էս ինչ աշխարհ է, այսպես էլ աշխարհ լինի», որդին մարդո, ոչ մի անգամ ինքը ասեց, եթե ուզում եք իմ հետևից գաք, աղվեսները որջեր ունեն, երկինքի թռչունները բույներ, որդին մարդո գլուխը տնելու տեղ չունի։ Նրան գլուխը տնելու պայմանները չէր հետաքրքրում։ Թե ինչպիսին կլիներ այն տեղը, որ ինքը պետք է իր գլուխը տներ, այդ պայմանները չէր, որ իրան հետաքրքրում էր։ Իրան հետաքրքրում էր հոր հետ ապրելը։ Այլակերպության լեռը ելավ Մովսեսն ու Եղիան իրա կողքն էին, ինքը այնպիսի մի սպիտակ հանդերձներ էր հագել, ցյունի պես սպիտակ, Աստծո խոսքն ասում է երկրի վրա մի թափիչ, մի լվացք անող, աշխարհի ամենաուժեղ լվացք անողը, որ ծեծելով, տոպելով, պետք է սպիտակ ստանար չէր կարող, նա լույսերի մեջ էր։ Եվ երբ որ Սարից իջան իր աշակերտներին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն։ Երկու հոգի էին, Պետրոս եւ Հովհաննես, երկուսի վկայությունը ըստ հին ուխտի անցնելու էր։ Նրանք կարող էին վկայել, հաստատել, որ տեսել են հորը բարձունքում լեռան վրա, ինչ որ տեսել են կարող էին վկայել, ապացուցել, բայց ինքը ասեց ոչ ոքի չասեք։ Ինչքան սուրբ էր, կատարյալ էր, այնքան չէր ուզում հայտնի լիներ։ Երբ որ այն դիվահարին բժշկեց, ասեց ոչ ոքի չասես, գնա քո տունը, քո ընտանիքի անդամներին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, եղբայրներ, քույրեր, ոչ մեկին չի արհամարել, ինքը իջել է իրա նման սուրբ, իրա նման անձ այս աշխարհում չի ծնվել, ինքը ոչ թե տաղանդավոր մարդ է եղել, ոչ թե հանջարեղ, ինչ որ չգիտեմ, մի ուժեղ մարդ, ուժեղ ուղեղով, խելքով, նա Աստծո որդին է, Աստծո որդին էր եկել, եւ ինքն ասում է, դուք այս աշխարհից եք, ես այս աշխարհից չեմ, եւ ի նկատի չունի այս աշխարհից չեմ, ի նկատի չունի վայրը, տեղը, բնակության, որ տարածքը, որ ասենք մենք երկրագնդի վրա ենք ապրում
ինքը երկնքում է ապրում, ի նկատի չունի տարածությունը, վայրը, ինքը ասում է ես այս աշխարհից չեմ, ես ձեր նման չեմ, ես երկնային եմ, ինքը աշխարհիկ չէր, մարմնավոր չէր, իր էությունն ու բնությունը աշխարհային չէր, դուք երկրիցն եք, ես երկնքիցն եմ, ես ձեր նման մարդկանցից փառք չեմ փնտրում, ապրում եմ Աստծո առաջ, պատվում եմ Հորը, եղբայրներ, քույրեր, ոչ մի անգամ չենք լսել նրա բերանից շողոքորթություն, ինչպես մարդիկ էին իրան ասում, բարի վարտապետ, ամենաիմաստունը, խելացին, ասա կայսրին հարկ տանք թե չէ, գալիս էին մարդիկ ասում, բարի վարտապետ, ինչ անեմ հավիտենական կյանքը մտնեմ, մարդկանց էությունը լավ երևում էր, ինքը իրանց նման չէր, կյանքում ոչ մի թագավորի չի շողոքորթել, ոչ մի թագավորի, ոչ Պիղատոս, ոչ Հերովդես, ոչ մի թագավորի, մարդկային ոչ մի շրջապատ չուներ այս աշխարհում, ուներ թե չէ, երբ որ իրան բռնել էին, ով էր իր կողքը, ովքեր էին, նա աշխարհի պես չէր, աշխարհիկ չէր, նա Աստծո որդին էր, և Աստծո որդին ծնված օրվանից մինչև մահ հարությունը նա հորը ծածկոցի տակ էր, Հերովդեսը կամենում էր իրան բռնել, չստացվավ, Աստծո որդին իր մեսիան կատարեց երկրի վրա և նստավ հոր աջ կողմը, ոչ մեկ էս երկրագնդի վրա դիվական աշխարհը չկարողացան խանգարել, որ ինքը այդ գործը չաներ, բայց ինքը ամեն բան հոր կամքի պես արավ և գնաց Աստծո աջ կողմը, Աստծո որդու կյանքը հսկող կար, նա հոր ձեռքերի մեջ էր և հոր առաջ, ովքեր այսօր կրում են աստվածային կյանք իրանց մեջ, իրանք մենակ չեն, ովքեր չունեն աստվածային բնություն և այդ պատկերը հագնելու ցանկություն չունեն, իրանք մենակ են, հոգևոր կյանքի մեջ մենակ, որտև Աստծո բոլոր օրհնությունը, Աստծո ներկայությունը, հաղթությունները որդիով է հասնում մեզ, Աստված շնորհել է ինքը, ասում է Աստված, որ իր որդին չխնայեց, մեր ամենի համար տվեց, էլ ինչպես նրա հետ բոլոր բաները չի շնորհի ձեզ, Հայրը իր օրհնությունները ուղարկում է երկնքից երկիր, նրանց, որոնց ուշադրությունը այդ աստվածային կյանքի վրա է, որդու վրա է, ովքեր ուզում են որդուն նմանվել, ում ուշադրությունը Աստծո որդուն նմանվելն է, որոնք մի հատ պարծանք ունեն, այդ անունը։ Այսօր իշքան ենք տեսնում եղբայրներ, քույրեր, մարդիկ ամեն քայլափոխին, միգուցե մենք չնկատենք, բայց ուշադրություն դարձրեք, մարդիկ ինչից պատմում են, նպատակը իրանց փառքն է, իրանց երևալը։ Հասարակ բան, գնացել եմ խանութ, ինչ-որ բան եմ գնել, ուզածս չտվեց, ինձ խապեց, առատարա ասեցի, ես ինչ ես տվել, ես հիմար չեմ, ում տեղն ես ինձի տրել, չգիտեմ ինչ, բոլոր պատմությունները մարդկային փառքին վերաբերվող բաներ են։ Հիսուսը ուրիշ էր, ինքը եղբայրներ, քույրեր, ինքը այնպիսի ծնունդ է եղել, որ իր մեկ պատարակը բավական է աշխարհի մեղքը վերցնելու, դե պատկերացրեք, կարող ենք հասկանալ այդ անձի սրբության, մեծության, չգիտեմ, փառավորության աստիճանը, նա այնպիսի անձ է եղել, որ իր մեկ պատարակը, մեկ անգամ ինքը խաչվել է ոչ թե ամբողջ աշխարհի մեղքի համար, իր արյունը այնպիսի զորություն ունի, որտև ինքը Աստծո որդին էր, ուրիշ ծնունդ էր, ուրիշ ծնունդ,
իր այրունը ունի զորություն քավելու աշխարհի բոլոր մարդկանց մեղքերը, ինչքան մարդիկ ծնվել են, ինչքան էլ ծնվելու են, իր արյունը ունի զորություն, ինչպիսի էակ կլինի ինքը։ Դու ում կուզես նմանվես, իսկ հարց կառաջանա, որ իրան չնմանվենք, մենք կփրկվենք, թե չէ։ Աստված աշխարհը ստեղծելուց առաջ ծրագիր է ունեցել, որ ունենա եկեղեցի, այդ եկեղեցին հաստատե Քրիստոսի մեջ։ Եվ Աստված ինքը մեզ կանչեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, եւ Պողոս առաքյալն ասում է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը աներևույթ Աստծո պատկերն է։ Կիմանաս, ավետարանը, եղբայրներ, քույրեր, նոր ուխտը, որ Հիսուս Քրիստոսով եղավ, աներևույթ Աստծո պատկերն է։ Ընդեղ Աստված կա, ընդեղ իր ներկայությունը կա, եղբայրներ, քույրեր։ Այսօր Աստված մեզ կանչել է, այս աշխարհում, չգիտեմ, շատերը ուզում են ինչ-որ նմանվել, ում էլ նմանվենք, ապագանվելու ենք։ Ինքն է հավիտենական կյանքը։ Աստված մեզ կանչել է առաջնորդելու իր որդու հետևից։ Իր որդու կյանքը տալու մեզ եւ հաստատելու այդ կյանքի մեջ, ինչպես Հիսուսը ասեց, սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միմիայն ճշմարիտ Աստված եւ նրան, որ ուղարկեցիր։ Հավիտենական կյանքը, եղբայրները խոսացին, դա ոչ թե անսպառ ժամանակ է, այլ Աստծո որդուն ճանաչել։ Շատերը մտածում են հավիտենական կյանքը կապրես, ու այնքան երկար կապրես, որ չես մեռնի։ Հավիտենական կյանքը դա միայն ժամանակի մասին չի խոսում։ Օրինակ, ես այս աշխարհում ու այս մարմնի մեջ հավիտյան ապրելու ցանկություն չունեմ։ Հավիտենական կյանքը անսպառ ժամանակ չէ, որդուն ճանաչելն է, իր մեջ գտնվելն է, ինքը Աստծո որդին, որ Աստծո կերպարանքումը լինելով հափշտակություն չհամարեց, այս աշխարհում ցույց չտվեց, որ ես Աստված եմ, այլ ինքը իր անձը ունայնացրեց, ունայնության իջնելով, ունայնության ճանապարհով կատարեց հոր կամքը եւ Գեթսեմանի պարտեզում ասեց, եթե պիտի կատարվի քո կամքը, իմ անարգվելով, իմ ծաղրվելով, իմ արհամարվելով, իմ խաչվելով, իմ թքվելով, պիտի կատարվի քո կամքը, ես համաձայն եմ։ Իսկ դու կուզես Աստծո կամքը կատարվի։ Կուզես քո կյանքում Աստծո կամքը կատարվի քո իջնելով, ունայնանալով, ծաղրվելով, թքվելով, խայտառակվելով, որովհետև պիտի կատարվեր մեծ գործ։ Եվ իր հեղինակությունը համին եղբայրը կարդաց հայտնության գրքի մեջ բոլոր սուրբերը, 24 երեցները, բոլորը իրանց պսակները գցում էին Աստծո որդու ոտքերի տակ եւ ասում արժանի ես առնելու։ Նա այնպիսի գործ կատարեց մեր կյանքի մեջ, եղբայրներ, քույրեր, որ մեզ մեղավորներիս խավարի իշխանությունից փրկեց եւ հոր իր որդու, իր արքայության մեջ տեղափոխեց։ Սա, եղբայրներ, քույրեր, որ մենք հոգով, սրտով չհասկանանք, հավատքը մեզի համար կդառնա զբաղմունք։ Եթե մենք ճշմարտությունը չճանաչենք, հավատքը մեզ համար կդառնա զբաղմունք։ Կիմանաս,
Եթե մեր աղոթքը չի վերաբերվում նրան, որ մեր մեջ բնությունը, Աստծո որդու բնությունը ձևավորվի, մենք շատ փոքր բաներ ենք խնդրում։ Մենք խնդրում ենք բաներ, որոնք մնայուն չեն։ Կարող ես հաց խնդրել, ունենալ, ուտել, կարող ես երկրավորը խնդրել, բայց եթե աստվածային բնությունը չխնդրեցինք, իր պատկերը չխնդրեցինք, մենք եղբայրներ, քույրեր, կկորցնենք մեր անձը եւ ճշմարտությունը չենք իմանա։ Բայց այսօր ինչն է իմ քարոզը նպատակը, որ մենք Աստծո որդու պատկերը հագնենք, իր նման հեզ լինենք, խոնարհ լինենք։ Ոչ թե մեղքը ուրիշի վրա գցենք, այլ մեր վրա վերցնենք։ Մարդիկ, որ իրար հետ վիճում են, ամեն գնով կուզեն դիմացինին մեղավոր հանեն, բայց Հիսուսը այդպես չէր, մեղքը իր վրա վերցրավ։ Նա իջավ, մարդացավ, անգամ իր աշակերտների ոտքերը լվանալու, այդքան իջավ երկնքից երկիր եւ ցույց տվեց իրական կյանքը, այդ հզորը, տեզերքի արարիչը։ Երբ որ մարդը մի բան կարողանա անել աշխարհում, մի 22 հարգանի շենքի ճարտարապետ լինի, իր հետ երևի չկարողանանք խոսալ։ Դուռը թագենք, գրված լինի, իր դռան վրա գրված լինի, չգիտեմ, ճարտարապետ, շինարար կամ դոցենտ պրոֆեսոր։ Դուռը թագենք, ինքն էլ նեսից թույլ տա, մտնենք թե չէ։ Հիսուսի առաջ Հիսուսն ասեց. Ես, նա ոչ դուռ ուներ, ոչ դռան վրա գրված ինչ որ մի, չգիտեմ, բան ուներ գրված, ինքը ոչ թե իրա դուռն ենք թագում, ինքն է եկել մեր սրտի դռները թագելու, ինքն է եկել ասելու, որ բացենք, ինքն է իջել, ինքն է առաջինը խոնարհվել, ինքը իր նման այս աշխարհում ոչ ծնված կա, ոչ Աստվածաշունչի մեջ իր նման կա, ոչ կլինի, ոչ էլ ապագայում կլինի։ Ուրիշ անուն չկա, որով կարելի է փրկվել, բացի Հիսուս Քրիստոսի անունից, մեզ տրված երկնքում եւ երկրի վրա։ Ուրիշ անուն չկա, իր անունից մեծ անուն չկա, իր հեղինակությունից մեծ հեղինակություն չկա, իր թագավորությունից բացի անանցանելի թագավորություն չկա, հավիտենական թագավորություն չկա, իրանից բացի ոչ մեկը անմահություն չի բերել երկրի վրա, իրանից բացի ոչ մեկը հորը ճանաչեցնել չի տվել մեզ, իրանից բացի ոչ մեկը հորը կամքը չի հայտնել մեզ, իրանից բացի ոչ մեկը չի եղել ճանապարհը երկինք գնալու, ինքն է միակը, որ արժանի է փառքի, պատվի եւ գովության, մեր մեջի մեծը, եկեղեցու գլուխը, փառավորը, Տերը, Տերերի թագավորը, որ որքան թագավոր էր, այնքան համեստ էր, Էշի ավանակի վրա նստած մտավ Երուսաղեմ, թագավորները կառքերով էին գնում, ձիերով, կառքերով, նժույգներով, Էշի ավանակի վրա քո թագավորը գալիս է հեզ եւ խոնարհ, իրա նման այդքան լինել հզոր եւ այդքան սուրբ, այդքան լինել ամենակարող եւ այդքան խոնարհ ու հեզ, մենակ ինքն է եւ իրանից հետո իր աշակերտները եւ Պողոս առաքյալը գրեց Թեսաղոնիկեցիս թղթի մեջ, մենք ոչ մարդկանցից փառք փնտրեցինք, ոչ ցեզանից, ոչ ուրիշներից, ոչ էլ շողոքորթության խոսքերով եղանք։ Եվ առաքյալներն են այդ կյանքը իրանց մեջ կրեցին եւ նմանվան Հիսուսին։ Դու կուզես նմանվիս։ Միգուցե չես էլ մտածել այդ մասին, բայց ավետարանը Աստծո պատկերն է աներևույթ։ Նրա հետ հաղորդ մարդը կնմանվի Աստծուն ամեն օր։ Տերը թող օրհնե, զորացնե, իր անունը փառավորվի, ամեն։